Շինությունը, որ տեսնում եք, զինվորի տան նոր մասնաշենքն է։ Այն կառուցվել է ոչ միայն եղած հնարավորություններն ընդլայնելու, բուժառուների սպասարկման ծավալը մեծացնելու, այլև Հայաստանում վերականգնողական բուժման աննախադեպ մոդել կիրառելու նպատակով։ Viva-ի աջակցությամբ կառուցված նոր մասնաշենքում հնարավոր կլինի նաև կազմակերպել սոցիալ-կենցաղային ռեաբիլիտացիա կյանքի սենյակ ծրագրով։ Հայաստանում վերականգնողական բուժման այս մոդելն անգնահատելի արդյունք է ապահովելու ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունեցողների կյանքի որակը բարձրացնելու հարցում։ Զինվորի տան կողքին լինելը կարևոր առաքելություն է Viva-ի համար։ Այս կառույցի հետ մեր ճանապարհը սկսել ենք 4 տարի առաջ, գիտակցելով իրականացվող ծրագրերի անհրաժեշտությունը։ Գործընկերության արդյունքում մեզ հաջողվել է բուժառու երիտասարդների հայացքում տեսնել ոտքի կանգնելու կամքն ու հավատը։ Պատասխանատու մոտեցումն ու երկարաժամկետ արդյունք ապահովելու ձգտումը նպաստել են, որ Viva-ն ստանձնի նաև այս շենքի կառուցման առաքելությունը։ Նոր մասնաշենքում պատրաստ է քայլքի լաբորատորիայի դահլիճը։ Բուժառուների հետազոտումն իրականացվելու է նոր տեխնոլոգիաների միջոցով, ինչը թույլ կտա 2D ձևաչափով տեսնել, ժամանակին ու առավել հստակ բացահայտել եւ գնահատել հնարավոր խնդիրները։ Մեզ մոտ արդեն մի քանի տարի է ծրագիրը կար, սակայն չունենք համապատասխան տարածք զինվորի տանը։ Եվ այսպիսով կկարողանանք պրոթեզավորված եւ օրթեզավորված մեր տղաներին լիարժեք ավելի ճշգրիտ իրականացնել պրոթեզավորումը եւ օրթեզավորումը եւ այսպես ասած ամբողջացրեցինք վերականգնողական բուժման բոլոր աշխարհում գոյություն ունեցող ծրագրերն ու փուլերը։ Վերականգնողական բուժմանը զուգահեռ առանձնացված գոտիները կծառայեն հմտությունների ձեռքբերմանը։ Օրինակ, ինչպես օգտվել խոհանոցից, երբ հանգամանքների բերումով մարդը ստիպված է դա անել մեկ ձեռքով, կամ ինչպես ինքնուրույն լոգանք ընդունել։ Մասնաշենքի մեկ հարկում գործելու է հարմարավետ ընդարձակ ճաշարան։ Բուժառու զինվորները հնարավորություն կունենան տեղում պատրաստված թարմ կերակուրներով սնվել օրական 3 անգամ։ Քաղաքացիական անձ կարող են օգտվել տարբեր պատճառներով, որոնք որ հայտնվել են այդ վիճակում, եւ զինվորի տունը իրականացնում է նման ծրագրեր եւս, եւ այդ ամբողջ հասույթը, որը որ քաղաքացիական անձիկ վճարում են զինվորի տանը, եւս նպաստում է մեր զինվորների առողջությանը։ Կարևոր նշանակության նոր մասնաշենքի կառուցման ամբողջ աշխատանքներն իրականացվել են հեռահաղորդակցության առաջատար օպերատորի Viva-ի աջակցությամբ։ Այդ նպատակով ընկերությունը նվիրաբերել է 159 միլիոն դրամ։ Սվետլանա Ավդիշյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։